Ինչ է կարծում ես, ինչպիսի ղեկավար է պետք ուժեղ, բարի, հոգատար, ժողովրդի հոգսերով ապրող, որն է ձեր իդեալը ղեկավարի կմանրամասնեք։ Իդեալը լի ժողովրդի ձեր ասածի պես ժողովրդի մասին մտածելով, ամեն ինչը պետության համար մտածելով, հայերի մասին, հայ աշխարհի մասին, այս հայությունը հայերը շատ են տանջվել, ինչպես ասում են 15 թվին Թուրքիի կողմից, հմիել վերևների կողմից, այս ժամանակակից ձևով են հայերին, ինչպես ասել, կներեք չագեշտավոր ոչ չասմանա, որտեղ բոլորը փակնում են, բոլորը կնում են։ Այնպեսի ղեկավար է պետք որ ժողովրդի հոգսերով ապրի, իսկական մարդ է, ժողովրդի հոգսերով ապրի, մտածի ժողովրդի մասին, ոչ թե գալածը թալանա։ Առաջին հերթին դաստիարակված մարդ, ամենակարևորը, բանիմաց, ինտելեկտով, չիդակ և գլխավոր է ինստիտուցիոնալ մտածողության թեր մարդ, ով կարող է ինստիտուցիաներ սարքել, մեր բոլոր ինստիտուցիաները փլված են հիմա, Հայաստանում գործում են թերի և շատ լավ կլիներ, որ իրական պատարագի մասնակցող հայ քրիստոնյա լիներ, շատ լավ կլիներ, ոչ թե դառնար այդպիսին, այլ ի սկզբանե, որ տեսել ենք, որ ինքը եկեղեցի է մտել փոքրուց, կամ ինչ-որ տարիքից այդպիսի մարդ է։ Իհարկե հոգատար ժողովրդի կողմից լինի, մեզի պետք է Տեմերյանի նման ղեկավար։ Մեկը ազնիվ մարդ, այդ ազնիվ բառի մեջ մտնում է այդ բոլորը։ Ուժեղ, հոգատար, այո, ժողովրդի հոգսով ապրող, իհարկե։ Հոգատար, ժողովրդի հույսերով ապրող ղեկավար է պետք։ Արտար, որը չի մտածում իր գրբանի համար նստի ատորի, որ կարողանա ոտքի կանգնես, մի բուր հողը հիմա պիտի ծաղկեր, ոչ տեսպես տնային դմագի պես յուրաքանչյուրն իրեն համար ուզեր։ Շնորհքով ղեկավար մեզ ազգային ազգասեր ղեկավար, որը մտածի ազգի մասին, իր ժողովրդի մասին։ Ժողովրդի հոգսերով ապրող ղեկավար։ Ինքը իր հոգսերը պաշտպանի այդ ղեկավարը, ուրեմն ժողովրդի ղեկավար, ոչ թե հուրանա։ Հուրացած մարդիկ են սա։ Գիտես ինչքան վատ է բանը, թրպի ադրանքը ձեռք բերել է, հաշակը թրպի ենքան բամբերին որ թե Ղարաբաղը տակտավին հեմել երև Հայաստանը կուտա։